Ռուսական բանակը մարտ-ապրիլին վերահսկողության տակ է վերցրել 34 բնակավայր և մոտ 700 քառակուսի կիլոմետր տարածք։ Полностью завершено освобождение Լուգանսկի Народной Республики։ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունն ազատագրված է։ Հարձակումն ընթանում է բոլոր ուղղություններով։ Ռուսաստանի զորամասերն ակտիվորեն առաջ են շարժվում Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ։ Ведет наступательные действия։ Գերասիմովի խոսքով ուկրաինացիները փետրվար-մարտին փորձելով թաքցնել ձախողումը տեղեկատվական արշավ են սկսել, թե իբր իրենց հաջողվել է 480 քառակուսի կիլոմետր տարածք վերադարձնել։ Կիևը չի արձագանքել Մոսկվայի այս հայտարարությանը։ Փոխադարձ մեղադրանքներ են հնչել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Ռուսաստանի ներկայացուցչի խոսքով պատերազմը չի ավարտվում, որովհետև Ուկրաինան ու Եվրոպան դա չեն ուզում։ Մինչ եվրոպական պատվիրակությունները տեսախցիկների առաջ կոկորդիլոսի արցունքներ են թափում իրենց բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների մասին, անցած շաբաթավերջին Բելգիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆրեդերիկ Ռենսոնը հայտարարում է, որ Ուկրաինան ժամանակ է ձգձգում, որպեսզի եվրոպական երկրները կարողանան պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի։ Ահա թե ինչու են Կիևին վճարում և վարկեր տալիս։ Սովորական ուկրաինացիները թնդանոթի միս են։ Ուկրաինայի ներկայացուցիչը այս մեղադրանքին ուղիղ չի պատասխանել։ Միայն հայտարարել է, որ ՄԱԿ-ը դեռ պետք է ստուգի Ռուսաստանում քաղաքացիական զոհերի մասին Մոսկվայի հայտարարությունները։ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են միտումնավոր և համակարգված հարձակվել Ուկրաինայի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական կարևորագույն ենթակառուցվածքների վրա։ Օգտագործելով բալիստիկ և թևավոր հրթիռներ, կառավարվող ռումբեր, բազմակի արձակման հրթիռային համակարգեր և մահացու շահետ անօդաչու թռչող սարքեր, ինչը հանգեցնում է զգալի զոհերի և ավերածությունների։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը որսում են քաղաքացիական անձանց, ինչպես դաժան տեսախաղերում։ Այս հայտարարությանը հաջորդած հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հպարտությամբ խոսել է ուկրաինական բանակի հզորության մասին, ներկայացրել Ուկրաինայի նոր սերնդի զինանոցը, հատկապես Made in Ukraine սպառազինությունը։ Ով կարող է լինել Ուկրաինայում խաղաղության երաշխավորը։ Զելենսկին արդեն կասկածում է, որ դա կարող է Վաշինգտոնը լինել, իդեմս Թրամփի։ Թրամփի պաշտոնավարմանը մնում է 2.5 տարի։ Մենք ինչ ենք անելու դրանից հետո։ Նրա այս հայտարարությունը ակտիվ տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։ Զելենսկիի հույսը մնում է Եվրամիությունը, որի կազմում են ատեսնում իր երկիրը։ Մենք արդեն ուժեղացնում ենք Եվրամիությանը առաջին հերթին անվտանգության տեսանկյունից։ Նորվեգիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա։ Սրանք այն 4 երկրներն են, որոնք պակասում են Եվրոպական միությանը, քանի որ Թուրքիայի և Ուկրաինայի բանակները միասին ավելի ուժեղ են ռուսականից, սկսած Սև ծովի վերահսկողությունից մինչև օդային տարածքի վերահսկողություն։ Առայժմ Եվրոպական անվտանգությունն ամրապնդելու համար նոր դաշինք են կնքել Փարիզն ու Վարշավան։ Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները քննարկել են Վարշավայի մասնակցությունը Փարիզի միջուկային ծրագրին, համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը և ստորագրել են համաձայնագրեր լեհական բանակի համար արբանյակ կառուցելու մասին։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։